Բնակիչներին որպեսզի բարիքները շատանան, բարիք բերող Աստված է, որ տալիս է քեզ, բայց դու պետք է դիմես, պետք է խնդրես, օդից չի գալու։ Պետք է հավատաս, որ քո խնդրանքդ կկատարվի, այսօր չի կատարվի, վաղը կկատարվի։ Այսօր ես երբեմն գնում եմ տուն օրտել, ասում եմ, լսեք, 1 տարի ժամանակ ունեք։ Եթե 1 տարվա ընթացքում դուք աղոթքի կյանքով չապրեք, 1 տարի ես կգամ նույն վիճակը կլինի ձեր տան մեջ։ Ոչ մի փոփոխություն չի լինի։ Էլ իր այդ վիճած կլինեք, համերաշխություն չլինի, խաղաղություն չլինի, այսինքն չկարծեմ որ այո Հիսուս Քրիստոսը Աստված էր, ինքը մեռելներին հարություն էր տալիս, բայց ես Աստված չեմ։ Ես բարդ մի Տեր հայր եմ, հավատք ունեմ, այդ հավատքով փորձում եմ օգնեմ, բայց յուրաքանչյուր մարդու մեջ կա այդ հավատքը, ինքը պետք է այդ հավատքը զորացնի, ինչով աղոթքով։ Եվ նայեք դրա համար է որ հիմա եթե գանք տեքստին, ասում եմ պաշտոնատերը այս կարծես Քրիստոս արտնեցնում է մարդուն, որ հավատքի վրա մի նշանի վրա, այսինքն հրաշքի վրա հավատդ մի կառուցիր, բայց անձը դեռ անպատրաստ է եւ այստեղ ասում է որ պաշտոնատարը նրան ասաց Տեր իջիր, քանի դեռ ին որդին չի մեռել, այսինքն Քրիստոս ուրիշ բան է ասում, բայց իր ամբողջ էությունն է, որ խնդրում եմ արի իջիր հետս, քեզ տանեմ տուն։ Հիմա մի պահ ուզում եմ նյութականին էլ կամ այն առումով, որ եթե այս մարդը պալատական, ասենք արքայազն չի, բայց արքայական տոհմից մեկն է, եւ խնդրում եմ որ իր հետ գնաս իր տուն։ Բարձր որ հարուստ է, լավ տրամ ունի, ինչ է նշանակում։ Եվ որևէ պակասություն չունի։ Ուրեմն իր հարստությունը իրեն չի կարողանում օգնել։ Ամենաառաջինը հենց դա, որ շատ մարդիկ փորձում են ամբողջ կյանքի ընթացքում հարստություն կուտակել, ունեն նույնիսկ այս մարդու նման ծառաներ եւ ամեն ինչ կարծես արքայական տիտղոսներ, բայց երբ որ հարցը գալիս է ամենակարևոր հարցին, կյանքի ու մահվան խնդիր, գալիս ու աղաչում են Տիրոջից, որ մեզ բուժիր, որովհետեւ ոչ այդ հարստությունը, ոչ ծառաները, ոչ որևիցե մի բան իրենց չի օգնում։ Այսինքն վերջին պահին են անդրադառնում։ Ինչպես առաքյալները նավակը որ սուզում էր, հիշում ես, որ Հիսուս քնած էր։ Այո։ Փորձեցին մաքրել, ջուրը լցվում էր նավակի մեջ, վերջին պահին տեսան էլ ճար չունեն, ստիպված իրեն արտացնին, որ ինքը այդ փոթորիկը հանդարտեցնի։ Նույնն էլ յուրաքանչյուր մարդ այսօր գալիս են հասնում են մի վիճակի, որ ծանր հիվանդանում են, ամբողջ կյանքում Աստված չեն ճանաչում, աղոթքի կյանքով չեն ապրում, հաջողությունների մեջ են, եւ գալիս է մի բան, որ այդ հարստությունն իրենց ունեցվածքը, իրենց թվացial հաջողությունը մեռնում է, եւ վերջին հույսը Տեր հայրն է, արի աղոթի, որ առողջանան։ Դեր այրով Աստված չի որ գա մի ձեռքը գլխին տնի եւ մարդուն առողջացնի։ Պետք է ամեն օր Աստված կանչես, հաջողության մեջ ես, թե նեղության մեջ ես, ամեն դեպքում փառք ես ասում։ Օրինակ ես խանութները որ գնում եմ մեզ մոտ շրջագայելու, մարդիկ կան իրապես հարցում եմ ինչպես է գործը, ասենք աշխատանքիդ գործը, ինչպես ասում, փառք Տիրոջ Տեր այր, փառք Աստծուն լավ է։ Նույնիսկ եթե միջինից ցածր է իր, ասենք եկամուտը, բայց ինքը ասում է փառք Աստծուն, գոհ եմ, եղածով էլ գոհ եմ։ Այո։ Պետք է գոհ մնանք, եթե գոհ չենք փոքրից շատին չենք գոհանա։ Այո։ Դրա համար այս դեպքում այս պաշտոնատար մարդը կամ պալատական ազնվականը, որը հարստության մեջ ծփում էր հաշիշտ փողին փող չէր ասում, ինչպես ասում են այսօր ժողովուրդը, բայց նա չկարողացավ զգաց, որ այդ հարստությունը իրեն երբեք օգտակար չի լինելու։ Ով գիտի ինչքան բժիշկներ բերեց ինքը, աշխարհի լավագույն բժիշկները, բայց վերջը մոտեցավ ամենազորավոր բժիշկին Հիսուս Քրիստոսին, հավատաց, որ ինքը կարող է ինչ-որ։ Եվ գիտեք, այստեղ կարևոր քայլը նախ գիտակցությունը, որ թերևս Հիսուս կօգնի դեռ հույս, բայց ոչ հիմնական, բայց քայլը գնաց Քրիստոսի մոտ, խնդրում է գա, բայց այստեղ Քրիստոսի պատասխան Հիսուս նրան ասաց, 50-րդին ենք ասել, գնա քո որդին կենդանի է։ Այստեղ Քրիստոս էլի բառ է ասում։ Գնա քո որդին կենդանի է։ Այստեղ է որ սկսում անհատը արդեն հավատքի ինչ որ նշույլներ ցույց տալ, որովհետև ես անձնապես իմ որդին մերձիմահ է, խնդրում եմ որ բժիշկը գա իմ աչքին, ինքը հրաշագործ բժիշկ է, որտեղ նորից նշաններ եղել են եւ Երուսաղեմում նշաններ եղել են, որ դուք կարդացիք եւ գալիլեացիները հատեսել էին ու հավատացել էին նշաններին։ Այս մարդը ասում է դե արի որ անես, ասում է գնա։ Ես բառը ասում նորից, խոսք, գնա, քո որդին կենդանի է։ Եվ այստեղ է մեզ մնում, մեկը թերևս ասեր ինչ ես խոսում, ես քեզ եմ խնդրում գաս, դու խոսք ես ասում, բայց այստեղ խոսքին հավատալը կար ու այս մարդը ասում է եւ մարդը հավատաց Հիսուսի խոսքին ու գնաց։ Եվ երբ որ գնաց, ծառաներին հարցրեց, եւ որ ասին քո որդին կենդանի է, ասաց երբ եղավ այդ ժամը հարցրեց եւ ասին այս 3 հետ միջօրեին, ուրեմն այն հիշեց որ Քրիստոս այդ ժամին ասաց գնա քո որդին կենդանի է։ Գիտեք, երկու բան եմ ուզում այստեղ կարևորել, մեկը որ այստեղ երկու անգամ Քրիստոս
կամ ավետարան չհավատալ բառն է օգտագործում։ Առաջին այս անգամ, որ ասեց գնա քո որդին կենդանի է եւ ասում է մարդը հավատաց Քրիստոսի խոսքին, որովհետև կարծես անտրամաբանական է, եկել եմ բժշկին օգնեմ, հիմա ոնց որ գնամ հիվանդանոց բժշկին կանչելու եւ բժշկին ասի գնա որդիդ ողջ է, պիտի հավատամ կամ չպիտի հավատամ, կամ ասեմ դու ընդհանրապես բժիշկ կոչվելու իրավունք չունես, ես օգնություն եմ խնդրում, դու գլխիցդ ինձ հեռացնելու համար ասում ես գնա, կամ պիտի հավատամ, որ այս բժշկի խոսքը ազդու խոսք է։ Այս դեպքում անձը հավատում եմ բայց եւ այնպես, քանի որ հավատալ բառն է օգտագործում, մենք տեսնում ենք դուք ասեցիք եւ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջել են նրան, ավետից տվեցին եւ ասացին, թե նրա տղան կենդանի է, նա հարցրեց նրան, թե որ ժամին ապակինվեց։ Այսինքն հավատքը դեռ ամբողջական չէ։ Եթե հավատում ես, ինչ ես հարցնում, որ վստահ լինես։ Այսինքն համեմատած մյուս բժշկության հարյուրապետի, նա լիովին հավատաց ու գնաց, ասես պետք չի որ դուք ասես հավատում, իսկ սա դեռևս թերի էր։ Եվ ուզում էր ստուգել, մեկ հատ ստուգեմ։ Այն որ ռուսական խոսքը ասում է վստահիր, բայց ստուգիր, այստեղ հավատի պարագայում սա չի լինում, կամ է, բայց այդքանով հանդերձ Քրիստոս իմանալով այդ նշան արեց եւ երբ որ իմացավ ասում է ժամը 1-ին իրականում տեքստի մեջ 7-ն է։ Իրենք այստեղ մեր ժամանակին են փոխել, բայց 7-ը խորհրդանշական իմաստել ունի, իբրև այդպեսին շաբաթը պիտի տեսնենք 7-րդ օրը եւ գնանք, բայց այսօր այդ դրան ժամանակ չունենք եւ նորից տեսեք կարեւոր մասը կա, հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր եւ Հիսուս նրան ասաց քո որդին կենդանի է եւ հավատաց, ինքը նորից բառը շեշտում է, հավատաց, այս անգամ արդեն հավատքը ավելի հասուն հավատք է եւ իր ամբողջ ընտանիքը ոչ միայն ինքը։ Եվ տեսեք այստեղ, որ այստեղ Գյուրեղ Ալեքսանդրացի հայրապետը ասում է Քրիստոս երկու մեծագույն հրաշք կատարեց, ոչ միայն որդուն բուժեց, այլ հորը։ Որդուն թերևս մարմնականով, իսկ հորը հավատքի մեջ։ Եվ ի վերջո այս ամեն ինչը ամբողջացավ ինչով, որ ամբողջ ընտանիքը, որ չգիտենք քանի հոգի էր, հավատքի եկան։ Այսինքն սրա հիմնականում եզրակացությունը ինչ է, որ մենք մեր ժողովրդին ինչու ենք այս բժշկությունները, այս հրաշքները պատմում ժողովրդին։ Դա պարզապես պատմելու համար չենք պատմում։ Ուզում ենք այս մանրամասնությունները, որ թերի հավատքը, կատարյալ հավատքը, մոդեցումը Քրիստոսին, ինչպես է ասենք Քրիստոս ինչպես մոդեցավ, մարդը ինչ է իրենից ներկայացնում, արդյոք մարդը այդ բանին երբ որ մի բան ասում ես ինքը հավատում է, չի հավատում, դեռևս կասկածում է, բրիստուգի եւ այլն։ Այս բոլորը որ մենք այս հրաշքների բժշկությունների մեջից ասում ենք, կյանքի հետ կապված են այսօրվա կյանքի։ Այսօր էլ նույն վիճակն է, մի կարծեք 2000 տարի առաջվա Քրիստոսի կյանքը 3 տարվա, որ ինքը այդ փորձությունների շրջանը անցավ մինչև չարչարանգը խաչելությունը, այսօր այդ նույն գործողություններից մենք էլ ենք անցնում։ Նույն մարդն է այսօր, որը նույնպես թերի է, նույնպես չի հավատում, նույնպես ստուգում է։ Ես էլ իբրև Տեր շատ անգամ գնում եմ, ձեռքս գլխին եմ դնում, ասում եմ, Աստված քո հավատքով քեզի օգնի։ Ոմանք ովքեր որ ասենք իսկապես ներսից բախում է այդ հավատքը, Տեր արդեն ես լավ եմ։ Այդ բանը արդեն ինքը իր հավատքը իրեն ուժ է տալիս։ Ես չեմ, ես փորձում եմ իրեն օգնեմ։ Նույնը Քրիստոսի ժամանակ էր։ Չի փոխվել 2000 տարի հետո միայն ոնց որ ասում են զարգացում ենք ապրել, ուրիշ շատ բան չի փոխվել։ Նույն մարդն է, նույն մոդեցումով, նույն մտահոգություններով, նույն ցավերով, նույն դժվարություններով։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, հավատացեք, Թեր հավատ մի եղեք, Քրիստոսի խոսքն է Թովմաս Արաքյանի։ Քանզի Աստված էլ նույնն է, ուզում եի դա էլ ասել, այնպես որ Աստված չի գնացել, մեր կյանքում է։ Այո, Աստված մեզ հետ է, մնում է որ մենք Աստծո հետ լինենք։ Անշուշտ։ Ընդհանրապես սա է, Աստված միշտ մեզ հետ է, եւ մնում է որ մենք իր հետ լինենք, որպեսզի մեր կյանքը դառնա խաղաղ, հանգիստ ու ապահով։ Լավ, սրանով ուրեմն քանի որ մեր ժամանակը լրացավ, աղոթքով փակենք այսօրվա հաղորդումը։ Հանուն Հորի, Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Պարգևիչ ողորմության, պարգևիր ինձ ուղղափառ հավատքով եւ բարի գործով եւ քո սուրբ մարմնի եւ արյան հաղորդությամբ գալ դեպի քեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից ամեն։ Ամեն։